դատարան գրավի, կիրառված գրավի չափի նվազեցման հետ կապված միջնորդություն ունեմ։ Ուրեմն առաջին անգամ ներկայացնում եմ փաստաթուղթ, որ Իսագուլյանի որդուն, այսինքն ընտանիքի պատկանող ջերմոցը վարվել է, այրվել է, եւ դրա վերաբերյալ համապատասխան փրկարար վարչությունում ակտ է կազմվել։ Եվ նյութական այս պահին խնդիր կա ծանր վիճակի, դա է պատճառը, որ նաև այսպիսի միջնորդություն է հնչում, բայց միակ մեղը դա չի միջնորդության։ Պատվարժան դատարան, քանի որ արդեն փաստաթղթերի հիմնական մասը հետազոտված է եւ գրեթե երևի 2-3 վկա է փաստացի մնացել, որպեսզի հարցակրում են, իսկ գրավոր ապացույցները ամբողջությամբ հետազոտված են, չնայած հետագայում մենք ունենք միջնորդություններ լրացուցիչ ապացույցների, բայց հիմնականում արդեն այն հավանականությունը, որը կիրառված է եղել միայն մեկ դրվագով, արդեն իսկ նվազել է։ Հիմա հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, որ խոչընդոտելու ռիսկը առհասարակ գնալով նվազում է ընթացքի մեջ, եւ հաշվի առնելով, որ արդեն իսկ Իսագուլյանը իր վարքագծով ապացուցել է տարիներով, որ ունի պատշաճ վարքագիծ, սա է հիմքը, որ միջնորդում է գոնե 5 միլիոն հետ վերադարձնել, այսինքն նոր գրավի չափ սահմանել, 10 միլիոնից սահմանել 5 միլիոնի դրամի չափ։ Հավալի է իհարկե, բայց հենց դեկտեմբերի 38-ի գիշերը ավազանք ստացանք Մարսի ոստիկանությունից, մինչև տեղ հասանք բնական հաշվեջ միավորները արդեն տեղ էին, ամբողջը ինքնեցել ինքանական դրալ է վերցել, ուղղակի սա թեթևացնի, որտեղ հիմա հենց ինքը այսօր ներկա չի դատական նիստին, ինքը զբաղված է ջերմոցի վերականգնման աշխատանքներով, և չեն գործում, որ չափսը այն ժամանակ, որ ընտրեցին, բնականաբար շատ անվիճակ է, առաջ, մեզ պարզվում է ռիսկերը նվազել է և եթե դատարանը չի, ապա ուղղակի 10 միլիոնը դարձնել 5 միլիոն չեն ասում, ամբողջությամբ չունես դրա անհրաժեշտությունը կար, բայց ունի 5 միլիոնը բաժանդակին, որ իմ այդ աշխատանքները որ տարում են վերականգնական դա տեղի ունենալ։ Իրանք կարող եք նստեմ, պարամանում Դատարանը լսելով ներկայացված միջնորդությունը որոշում է կայացնում բավարարել այն և մեղադրել Գարնիկ Իսագուլյանի նկատմամբ կիրառված խաղաղամիջոց գրավի գումարը նվազեցնել 5 միլիոն դրամի չափով, թողնել գրավ 5 միլիոն դրամ, մնացած 5 միլիոն դրամը կվերադարձվի գրավատներին կամ վերջինիս կողմից լիազորված անձին, դատարանի որոշումը ենթակա չէ բողոքական վերադարձության կարգով։ Մասին այսքան։ Հաջորդ նիստի հետ կապված, քանի որ պարոն Նասականյանը ներկա չի, երևի թե առաջարկ